Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Հավատալ Զարմանալի է, մարդկությունը սատանայի բոլոր ստերին երեխայի նման հավատում են, իսկ Աստծո ամբողջ ճշմարիտ խոսքին չեն հավատում երեխայի նման, դրա համար էլ Հիսուսն ասաց, մինչև երեխայի նման չհավատաք, Աստծո արքայությունը չեք կարող մտնել, Ղուկաս 18:17 Հավատալ բառը հավատքը Աստծո խոսքի սերմն է, իսկ սուտը անհավատության, սատանայի խոսքի սերմը։ Աստված մարդուն ստեղծեց և նրա մեջ դրեց հավատք, դա երևում է Եդեմի պարտեզից, երբ որ նա մարդուն ասաց, որ չուտեն պարտեզի ծառի պտուղից, իսկ երբ որ ուտեն կմահանան, սա նշանակում է հավատալ Աստծո ասածին։ Այս դրվագից պարզ երևում է, Աստված մարդու մեջ դրեց իր խոսքի հանդեպ հավատք։ Աստծո խոսքին պետք է հավատալ, դա է ճշմարտությունը, բայց քանի որ Ադամն ու Եվան անհնազանդ գտնվեցին ու կերան, նրանք մահացան։ Ինչու մահացան նրանք։ Լսեցին սատանայի սուտ խոսքը, թե չեք մահանա, Ծննդոց 3:4 Նրանք հավատացին սատանայի ստին, սատանայի խոսքին ենթարկվելով, նրանք ենթարկվեցին անհավատության խոսքին, այսինքն անհավատություն Աստծո խոսքի հանդեպ։ Մինչև հիմա էլ նույնն է աշխարհում։ Մարդկությունը ամեն քայլի հավատում է սատանայական անհավատ խոսքերին աշխարհիկ կյանքի մեջ, հավատում նրա բոլոր ստերին, մարդը կապիկից է առաջացել կամ այլ ստահոդ թեզերի, որ մինչև մեր օրեր առաջ են քաշվում գիտնականների կողմից, որոնք լսում ու որոնց ենթարկվում է մարդը ավելի դյուրին, քան հետևում Աստծո ճշմարիտ խոսքին ու սովորում նրանից։ Քրիստոնեությունը միակ ճշմարիտ հավատքն է, որի մասին Հիսուսն էլ Նոր Կտակարանում խոսեց շեշտելով և օգտագործելով հավատք բառը։ Օրինակ, այս հատվածը. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ իմ խոսքը լսում է ու հավատում է նրան, ով ինձ ուղարկեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանք է անցնում»։ Հովհաննես 5:24 Հիսուսը ասաց նրանց. «Աստծո ուզած գործը այս է, որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»։ Հովհաննես 6:29 Հիսուսը ասաց նրանց. «Ձեր սրտերը թող չխռովեն, Աստծուն հավատացեք և ինձ հավատացեք»։ Հովհաննես 14:1 Եվ Հիսուսը պատասխանեց և ասեց նրանց. «Աստծո հավատքը ունեցեք, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով որ այս սարին ասե վեր կաց և ծովը ընկիր, և իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է կլինի նրան, ուրեմն կլինի այնպես, որ ասել է, սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք, հավատացեք, թե կառնեք, և կլինի ձեզ, և որ ժամանակ որ կանգնեք աղոթք անելու, ներեցեք, եթե մեկի դեմ բան ունեք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները թողե, բայց եթե դուք չներեք, ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները չի ների ձեզ։ Հեսու 6:20-ում գրված է. «Հավատքով Երիքովի պարիսպները փլվեցին»։ Հիսուսը ասաց նրանց. «Եվ նա երբ որ գա, աշխարհին կհանդիմանե մեղքի համար, արդարության համար և դատաստանի համար, մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում»։ Հովհաննես 16:8-9 խոսքերը։
Իսկ սատանան մինչև օրս տարածում է անհավատությունը։ Օրինակ, մեր օրերում շատ մարդիկ չեն հավատում Աստծուն, նրա խոսքին, Հիսուսի հարությանը, Սուրբ Հոգուն և նրա պարգևներին, աղոթքով հրաշքներին ու բժշկություններին և շատ այլ բաների։ Իսկ խոսքում գրված է. մենք հաղթում ենք մեր հավատքով, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Եվ այս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին, մեր հավատքը։ Առաջի Հովհաննես 5:4։ Աստծու հանդեպ ունեցած հավատքը ոչ ոք չի կարող խլել մարդու ձեռքից, եթե մարդը ինքը իր հոժար կամքով բաց չթողնի։ Սատանան Հոբի տունը, երեխաների կյանքը, Հոբի առողջությունը, ամեն ինչ խլեց, բայց սերն ու հավատը, որ Հոբը ուներ Աստծո հանդեպ, չկարողացավ խլել։ Դրա համար էլ Հոբի վերջին ապրած կյանքը ավելի օրհնված եղավ, քան առաջվա կյանքը։ Դրա համար էլ հավատով է մարդը կարողանում հաղթել։ Առաջի Հովհաննես 5:4։ Աստված օրհնի բոլորիդ։